բոլորի կողմից այն մոտեցումը կա, որ խաղողը պետք է մթերվի ամբողջապես եւ դաշտում խաղող չի մնալու։ Ես 81 տարեկան մարդ եմ, մարտ ամսից մինչև հիմա աշխատում ենք, ամեն օր այգի վրա աշխատում ենք։ Հիմա ասում են խաղողը չենք ընդունում, մենք ինչ կարանք անենք։ Ինչ պիտի անենք խաղողը, ասենք մի 5-6 տոննա խաղող կա, մինչև հիմա մի կոպեկ չենք ստացել, հիմա պիտի մենք էլ այն որ ասում այդ խաղողը հավաքենք, հացնենք, որ մոզ մի բան տան ձմեր ռուտենք ապրենք, հողե հարկը տանք, ջրի հախը տանք, որ ձմերն ռուտենք ապրենք, այդ վիճակում ենք։ Արդեն մի քանի օր է, ինչ Արարատի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ բողոքում են, որ իրենց բերքը փչանում է, իսկ գործանները հրաժարվում են ընդունել խաղողը։ Վիկտոր Պապը Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղից է։ 3000 քառակուսի մետր խաղողի այգում բերքն այս տարի աննախադեպ առատ է։ Սակայն ինչպես մյուսները նա եւս խաղողը իրացնելու խնդիր ունի։ Մենք միշտ էլ հանձնել ենք ամեն տարի, բայց ամեն տարի գործարների դռները բացալել, գնացել ենք ասել են ինչ լավ խաղող եք մշակել, ապրեք որ եկել եք պիրել եք։ Դե հիմա գործարների ոչ թե դուրնափակ, շոշն էլ փակ, ոչ հնարավոր չհանձնելը։ Այս խաղողը վաճառքի ենթակա խաղող չէ։ Մեզ ասել են որ գանգուն սորտ տնկեք, այս խաղողը գանգուն սորտ է։ Դե այս շամպան մատերիալ է, օղի համար է։ Տեխնիկական է, էլի, տեխնիկական է, սեղանի չի։ Փոքր Վեդի բնակիչ Հայկանուշ Մնացականյանն էլ մոտ 6 տոննա բերքից միայն 2 տոննան է հանձնել։ Մեքենային վարձում, բերքը լցնում եւ ուղարկում գործարան, սակայն չգիտեն թե քանի օր կկանգնի գործանի դիմաց եւ վերջապես կընդունեն թե ոչ։ Հայկանուշն ասում է, որ խաղողագործությունը ապրուստի միակ աղբյուրն է։ Այժմ էլ գյուղատնտեսական վարկ ունի, սակայն չգիտի թե ինչպես է մուծելու։ 4000 մետր խաղողա, որ անցյալ տարի մենք ստացել ենք 1.300.000 փող է 4000 մետրից, 400.000 վարկը չեն կարող մեզ տարի փակել։ Գյուղատնտեսության նախարարի խոսքով այս տարի խաղողը մոտ 30%-ով շատ է անցած տարվանից եւ գերազանցել է իրենց կանխատեսումները։ Գյուղացիները թեր հավատ են, որ ամբողջ խաղողը կմթերվի։ Չենք հավատում, ինչին հավատամ, գյուղնախարարիդ հավատամ, թե իմ խաղողը որ քոլերի վրա է մնացել։ Ինչին հավատամ, կարաք ինձ ասեք։ Փոքր Վեդի գյուղապետանի դիմաց եւս մարդիկ են հավաքվել։ Գյուղապետը գնացել է մարզպետարան խաղողի հարցով։ Գյուղացիներն նստած լուրի են սպասում։ Ասում են գյուղում դեռևս չմթերված 700 տոննա խաղող կա։ Էներ վարչապետը ասաց, որ ըստ գյուղերի թողա մարզպետարան, ըստ գյուղերի բաժանը ամեն գործարան ոնց կլինի կբաշխենք, բայց ուրա չկա, 3 օր ոչ մի բան։ Ով էլ որ հանները ինքը մնացորդ ունի, 4 տոննա 3 տոննա մնացորդ ունի։ Հա, մարդկա կեսը հանձնել, կեսը մնացել, բացի լրիվ մնացել։ Ես կես հանձնել եմ, կեսը մնացել է։ Կեսը այգեվանում եմ հանձնել, կեսը մնացել է։ Գյուղացիների խոսքով ամբողջ շրջանում 1-2 գործարան է գործում։ Մի քանիսը նախորդ օրերին ընդունել են, սակայն անհրաժեշտ քանակությունը ստանալուց հետո դադարեցրել են։ Իսկ մի քանի գործարանի դիմաց էլ տասնյակ մեքենաներ օրերով սպասում են։ Այս հավաքում եք ինչ անեք։ Գինի, տանենք տունը գինի անենք, ափսոսի թափելու է դա։ Այսինքն արդեն մեկ շփ փչանալու գործընթաց է սկսել, հա։ Բերեկվանից է կայնացա։ Հազավոր բերես է։ Տափերական գյուղում գտնվող Արվինկո գինու կոնյակի գործանի դիմաց տոննաներով խաղողով մոտ 50 մեքենա է կանգնած։ Գյուղացիները բողոքում են, որ օրերով մնալուց հետո խաղողի որակ անկնում է եւ գործանն էլ ավելի ցածր գին է վճարում։ Այս երկրորդ սուտկեն արդեն։ Մեքենայով բերե կանգներենք հերթա։ Մի մետր գնում ենք, մի ժամ սպասում ենք։ Տափերական գյուղում էլ մոտ 200 բնակիչ չի կարողանում իրացնել բերքը։ Ասում են պայմանագիր ունեցել են գործանի հետ, սակայն պայմանագրում նշված քանակը քիչ է իրենց բերքից։ Իսկ մնացած խաղողի հետ չգիտեն ինչ անել։ Տափերական եկավ նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Բարոն վարչապետ, բարև ձեզ, հարգանքներս։ Ներողություն, 5 սուտկա մարդիկ կայնած են, հələ 5 սուտկա կային, լսեցի որ դու գալիս ես, 2 ավտո թողածին ես, հետո դու գնաց, չէ, ճասակում։ Մնալ եմ, չեմ գնալու։ Հա։ Վարչապետը կրկին հավաստիացրեց, որ գյուղացու խաղողը չի փչանալու, ամբողջը մթերվելու է եւ բոլոր գործարաններն էլ ընդունելու են։ Բոլորն էլ ընդունել են։ Պրոբլեմ ունենք, ասել եմ, մի անգամ էլ եւս ասում եմ։ Խնդիրը ինչու՞ն է, որ այս տարի գինի նույթը կոյնակը չեն կարողացել իրացնել Ռուսաստանի իրավիճակից ելնելով, մարդիկ կան, որ տեղի խնդիր ունեն գինենույթ լցնելու, ի նկատի ունի վերամշակող գործարանները։
Տեղ կա ֆինանսական խնդիրներ կա, դա է խնդրեմը։ Դրա համար պետք է հիմա պայմանավորենք, որ ժամանակացույց ծրագիր տանք, որ ամեն օրը չգան ստեղ կանգնեն օրերով, ասեն վաղ այս գյուղը քաղի, մյուս օր այդ գյուղը բերենք հանձնենք։ Բա ինչու ավելի շուտ նման քաղաքականություն չէ տարվել։ Քաղաքի քանակը շատ է։ Բարով։ Բա որ չեն արվել, ոնց արդեն այս մարզում 50,000-ից ավել խաղ են ընդունել, 50,000 տոննա։ Արվինկո գործանի տնօրեն Սարգիս Վարժապետյանը ի պատասխան գյուղացիների բողոքների նշեց, որ ճգնաժամի պատճառով իրենք եւս խնդիր ունեն արտադրանքի իրացման հետ եւ անցած տարի ընդամենը 5-6 մեքենա կոնյակ են արտահանել։ Բոլորին երթ ենք դրել, բոլորին էլ ասել ենք, որ ստիպված մենք տեղ չունենք։ Պարզապես ձեզ պատժ կանելու համար այս տարի մենք մթերում ենք անում։ Եթե ես 10 տարի էլ խաղ չմթերեմ, իմացեք էլի կարողանանք աշխատենք, յոլա գնանք։ Բանակցություններից հետո վարչապետն ու գործանի տնօրենությունը հայտարարեցին, որ գյուղացիներին կհերթագրեն եւ խաղը կքաղեն ու կհանձնեն, երբ իրենց հերթը հասնի։ Գյուղնախարար Սերգո Կարապետյանը հավաստիացրեց, որ գործելու են մարզում գործող 17 գործարանները եւ մյուս գյուղերի գյուղացիները եւս խնդիր չեն ունենա։ Ես բերեմ խաղականացնեմ ստեղ, չգիտեմ։ Իր այդանից հետո դրանից հետո ինչ կլինի։ Թեր հավատ եք ամեն դեպքում։ Ամեն դեպքում հեսա նոր գրվել է ուղակի թղթի վրա գրված է։ Իր հետալուց հետո ճամբարի վրա շպրտեն, ես չգիտեմ իր ում հավատամ։ Բա պարոն վարչապետ, տարի գնանք իմ հողամասը մի հատ նայի, հələ մի հատ։ Եթե մի հատ թերություն կա, ու ասում։ Հələ մի հատ, բայց չի ընդունել։ Երևի մի 6-7 տոննա։ Գնա քաղի։ Բա ով ընդունել։ Քաղի մեր մտչի։ Ասա փոստը։ Դե գնա, լավ։ Գնա քաղի։